2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա ստորագրած Արթուր Բաղդասարյանը հայտարարում է, որ իր ղեկավարած Հայկական վերածնունդ կուսակցությունը պատրաստ է խորհրդարանական ընտրություններից հետո կրկին իշխանություն կիսել հանրապետականների հետ։ Մենք ցանկացած քաղաքական կազմակերպության հետ կոալիցիա կկազմենք մի դեպքում, եթե մենք ունենանք որոշումների վրա ազդեցություն։ ՕԵԿ-ից Հայկական վերածնունդ դարձած կուսակցությունն ապրիլյան ընտրություններում սակայն նախ եւ առաջ ձգտելու է ընդդիմությունից իշխանություն դառնալ, որքանով դա կհաջողվի, Բաղդասարյանը չգիտի։ Ինչքան որ Աստված տվեց, մենք ընդդիմադիր ենք ձևավորված քաղաքական համակարգին, ընդդիմադիր ենք նաև Սերժ Սարգսյանին, նրա իրականացրած քաղաքականությանը բազմաթիվ ուղղություններով։ Հայկական վերածնունդի ղեկավարը պնդում է, բնակչության 99%-ն այսօր ընդդիմադիր է։ Բաղդասարյանը սակայն չի շտապի հայտարարել, թե ընտրությունները կեղծվել են, եթե անգամ հանրապետականը հաղթի։ Չեմ կարող ասել ինչու, որովհետև հասարակությունը կարող է լինել ընդդիմադիր, բայց քվեարկության ժամանակ զանգվածային այս փողաբաժանման ձայնագողացման գործընթացներում, որին դուք հետևում եք, երբ որ երկում սկսվել է ցուցակագրման գործընթաց, մտնում են մարդկանց տները, ցուցակագրում են, մարդը կամովին ինքը բողոքական է, բայց գումարը վերցնում գնում քվեարկում է։ Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի։ Այս կարգախոսով խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Հայկական վերածնունդն այսօր հրապարակեց իր տարածքային ու համապետական ցուցակը, ընդհանուր 300 հոգի, առաջին տասնյակում նաև նոր դեմքեր են։ Ուրեմն Արթուր Բաղդասարյան, Մհեր Շագիրդյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Իշխան Խաչատրյան, Էդգար Առաքելյան։ Նախընտրական շտաբի պետ Հայկական վերածնունդը չի ունենա։ Գործընթացը կհամակարգի կուսակցության մի քանի անդամներից բաղկացած խորհուրդը։ Իշխող հանրապետականների հետ կոալիցիան չբացառող Արթուր Բաղդասարյանն այսօր միևնույն ժամանակ քննադատության ենթարկեց իշխանության վարած քաղաքականությունը, հայտարարելով կոռուպցիայի, անարդյունավետ ծախսերի եւ միլիոնավոր դոլարների յուրացման մասին։ Հետաքննող լրագրող ես, գնատես ինչ է կատարում հյուսիս-հարավ տարածքի հետ։ 500-600 միլիոն դոլար գումարների չարաշահման մասին է խոսքը։ Գնացեք մի հատ տեսեք, այդ ոնց է լենտը կտրում են, հանձնում են շահագործման, 20 օր հետո քանդում են նորից։ Ո՞վ է դրա համար պատասխան տալու։ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն համաձայնությամբ ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բաղդասարյանը շարունակում է պնդել, մարտի 1-ի համար իր կուսակցությունը պատասխանատու չէ։ Մենք որևիցե նախկին օրինաց երկիրն է, որևիցե առնչություն չունի։ Ով որ խոսում է առնչության մասին, ուրեմն ես դա ազնիվ չեմ համարում։ Հայկական վերածնունդն անցյալ շաբաթ աչքի ընկավ ու սուր քննադատության արժանացավ կուսակցության համագումարի պատճառով, որի ընթացքում Բաղդասարյանը կուսակիցների կաշիները քերթելու, իսկ Հեղինե Բիշարյանը կուսակցությունը վարկաբեկողների աչքերը հանելու սպառնալիքներ հնչեցրեցին։ Արթուր Բաղդասարյանն այսօր սակայն հորդորեց ուղիղ իմաստով չհասկանալ այդ հայտարարությունները։ Քանի որ եղել էր նախորդային այդ նախադասությունից շատ ավելի վատ մի նախադասություն, գուցե Հեղինե Բիշարյանի խոսքը մի քիչ էմոցիոնալ հնչեց։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը եւս մեկ անգամ պնդեց. Հայաստանում կան նավթի պաշարներ, ՀՎԿ-ի ղեկավարը սակայն տեղանքը չգաղտնազերծեց։